Մոխրագույն։ Մոխրագույն։ Նիկոլ Փաշինյան պլյուս վարչական ռեսուրս պլյուս ներազգային թշնամանք հավասար է 50+% ձայն։ Այդ ռասկլադը եթե եղավ, մենք միանշանակ իրականացնելու ենք իշխանապողություն։ Մենք պետքա բարձրացնենք մասնակցությունը, կազմակերպելու ենք արտահերթ ընտրություններ նոր խաղի կանոններով։ Առավոտը զարթնում ես բանվոր ես, ինչ որ 500 կիլոանոց ժողովրդի զահլը գրած բետոն ես քաշ տալի, երիկունը նստած իսկ ինչպես կարելի է այս բանավեճումը ըստ թեզը հղկել։ Ոչ միտեղ չենք կորելու։ Ես Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախճանը տենալու եմ։ Դրա տեղի ունենալու մեջ դերակատարում եմ ունենալու։ Բարև ձեզ, շարունակում ենք Cast of Podcast-երի շարքը եւ այսօր մեր հյուրն է բոլորին դեմ եմ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Առաջարկում ասել դու իմ անգամից հաղորդման կանոնների համաձայն հյուրն է ընտրում թե ինչ գույնի ֆոն պետքա լինի։ Ընտրեք գույնը։ Մոխրագույն։ Մոխրագույն։ Այսինքն ավելի լավ։ Բոլորին դեմ շարժումը։ Յան նպատակը գլխավոր որն է։ Քանդել գոյություն ունեցող քաղաքական համակարգը, տեղը սարքել նորը։ Դա պետք է անել խաղի կանոնների փոփոխության միջոցով։ Այդ կարճ, այսպես նոմինալ ասած, հասկանալի է, որտեղ դուք պարբերաբար տարբեր հարցազրույցների ժամանակ, դեբատների ժամանակ այդ ոնց որ անդադ ասում եք։ Մի քիչ ավելի հասկանալի ու մանրամասն, որովհետև օրինակ քաղաքական համակարգ ասելով յուրաքանչյուր մարդ, էլ չեմ ասում յուրաքանչյուր քաղաքական ուժ, տարբեր բան կարող է դատակ հասկանա։ Ինչ ասել է քանդել գործող քաղաքական համակարգը, ինչ քաղաքական համակարգ է հիմա ձեզ, որը պետք է քանդել ու ինչ եք առաջարկում փոխարեն, օքեյ, քանդենք, Փաշինյանը 8 տարի է, ինչ-որ բաներ է քանդում խառը։ Դե ասում հետո տեղը սարքենք նորը։ Որն է նորը ու որն է հիմիկվանը, այսինքն ինչ նկատի ունես, որ ասում ես բան, քաղաքական համակարգ։ Դες այս պահին գոյություն ունեցող խաղի կանոններով մեր քաղաքական կյանքը, քաղաքական համակարգը ձևավորվում է սենց։ Դրածը բարձր ընտրական շեմ 4%-ի, որը օրինակ 2021 թվին 2 ուժ է հատել, մնացածը մնացել են բարիերի տակ։ Պատիվ ունեմ անցել է սահմանադրության խրախուսող նորմի հիման վրա։ 2 ուժ է անցել, այս ժողովրդի ահռելի մեծ հատված չի ընտրել այդ 2 ուժից ոչ մեկին, բայց ներկայացված չի պարլամենտում։ Այդ 2 ուժերը աշխատել են այնպես, որ այսօր 40+% հանրային ապաթիա կա, մարդիկ չեն ուզում հետաքրքրվեն քաղաքականությամբ առհասարակ։ Դա մինչև էդ էլ էր տենց, 2020 թվականից էսկոմ այդ տենց էր։ Ու արի չգցենք այդ Չեմ ասում այդ ապաթիան իրանք ստեղծել են։ Ես ասում եմ դա այս քաղաքական համակարգի բնականon ձևն է։ Քաղաքական ուժերը ռացիոնալ օրգանիզմներ են։ Երբ որ ինքը տենում է, որ ինքը կարա մոբիլիզացնի իր էլեկտորատին, զզվացնի չեզոք էլեկտորատին, որ չգան ընտրության, իր էլեկտորատը կայուն քանակով տոկոս դառնա, դա իր համար նորմալ մարտավարություն է։ Այդ անում է Նիկոլ Փաշինյանը։ Ասենք մարդիկ զարմացած հարցեր են տալի, ոյ, բան, Արցախահայերի մասին ատելության խոսք ասեց, բայց չի վախում, բան, ասենց գոնե հանրային արձագանքից, մարդկանց դժգոհությունից։ Չէ, իհարկե չի վախում։ Իր էլեկտորատի համար այդ նարատիվը օքեյ է։ Մնացածին մղում է ընտրությունների չգալու։ Այս ճիշտ այն է, ինչ մենք ասում ենք, որ գործող քաղաքական համակարգը արատավոր է, որովհետև գրած է խաղի կանոններ, որտեղ քեզ պետք է մոբիլիզացնել քո էլեկտորատին, զզվացնել մնացած բոլոր մարդկանց եւ հաղթանակը իր աշխատավորված է։ Կներես մի բան ասեմ, խոշոր հաշվով դուք հայտ եք ներկայացնում բանի նոր քաղաքական երևույթի գաղափարախոսության նույնիսկ, որովհետև որը ոչ ժողովրդավարությունը, ոչ բռնապետությունը, ոչ չգիտեմ ինչա, որովհետև ըստ ժողովրդի համաձայն գործող ժողովրդավարության ընդհանրապես տեսլականի կամ կանոնների, ասեմ, չգիտեմ, փիլիսոփայության խոշոր հաշվով, եթե կա 2 ուժից ավել ուժ ընտրություններին մասնակցող, այդ նույնն ալնելու թվերի մի քիչ տարբեր բալանսներով։ Հիմա ուզում ես շեմը իջացրել, ուզում ես բարձրացրել, ուզում ես, չգիտեմ, մեկը դառնալու հա ինչ որ վինեգրետ, եթե չգիտեմ, 1% սարքես, բայց ամեն դեպքում, եթե 2-ից ավել ուժ է մասնակցում ընտրություններին, խոշոր հաշվով այդ մեկը մեծամասնության կարծիքը, մեծամասնության ցանկությունը
չի արտացոլելու։ Լինելու է ինչ-որ մի հատ ուժ, որ հավաքելու է ձայների եղած այդ պահին, ոչ թե ընդհանուր ձայների մեծամասնությունը, այլ այդ 4 ուժի բաշխված ձայների մեծամասնությունը։ Ու շատ հնարավոր է, ոնց որ եղավ օրինակ Երևանի ավականու ընտրություններում, ոնց որ եղավ Գերմանիայում, որ երբ որ արդեն Հիտլերը եկավ իշխանության, բոլորը ուզում էին տեսնել 37% հավաքումը, ասենք, չգիտեմ, գլխավոր ուժը, այն ուժը, որ այսպես իշխում է, մնացած բոլորը, այն 63% ուզում է տեսնել ցանկացած մեկին, բացի այդ մարդուց, բայց այդ մարդն է ընտրվում, որովհետև ձայները բաշխվում են մնացած բոլոր ուժերի միջև ու հետո իրենք իրար մեջ առանձնապես չեն կարող պայմանավորվել։ Ինչ համակարգ եք դուք առաջարկում, որը որ խոշորով այս հարցը կլուծի։ Որտեղ մեկը մեծամասնության կարծիք է, ոնց որում ձեր առաջարկած դեպքում ես ոնց հասկանում եմ, եթե նույնիսկ տոկոսը իջեցնենք, առավել եւս մեծամասնության ցանկությունը բան չի արտացոլվելու։ Ավելի ինչ-որ խառնաշփոթ վիճակ է դառնալու, ավելի սփոյլեր տեխնացուներ են հայտնվելու, ոնց որ այսօր շատերին տեսնում ենք։ Լավ հարցա, ծավալուն հարցա, ես փորձեմ հնարավորինս ծավալուն պատասխան տամ։ Մեր առաջարկածը ինքը նոր գաղափարախոսություն չի, ինքը գոյություն ունեցող միջազգային ընկալումներում գոյություն ունեցող ժողովրդավարական համակարգերի թերությունների շտկման ուղղված առաջարկներ է։ Ժողովրդավարությունը իր դասական վիճակում այս պոպուլիստական հոսանքներին, մեդիային բևեռացվածությանը, սոցցանցերին եւ այլն չէր առնչվում։ Դրա համար այս խնդիրները ի հայտ չէին գալի։ Հիմա այդ խնդիրները ի հայտ են գալի։ Ու դասական ասելով ի՞նչ նկատի ունեք հունական ժողովրդավարությունը։ Չէ, ասենք թեկուզ են դեմոկրատիան, որ կար 90-ականներին։ Okay։ Աշխարհում, արևմտյան աշխարհում առկա դեմոկրատիան։ Հիմա այդ բաբլները, բևեռացվածությունը օգնում են քաղաքական ուժերին դառնալ ավելի ծայրահեղական, ոչ մի բան չպայմանավորվել եւ այլն եւ այլն։ Կանոններ է պետք, որոնք իրանց կառերես են պայմանավորվելու անհրաժեշտության հետ։ Հիմա կասեմ ինչ կանոնների մասին եմ խոսում։ Ձեր հարցը նրա մասին, որ եթե շեմը իջեցնենք մի տոկոս լիքը խառնի ճաղանջ ուժեր կգան կլծվեն, ավելի վատ կլինի, յանի դրանից ինչ օգուտ։ Մի հատ այլ օրինակի վրա եմ էլի ուզում ցույց տամ։ Երբ որ աշխարհում ազգային պետությունների մոդելը դարավ ընդունելի կիրառելի, ասենք երկրորդ համաշխարհային պատերազմում, հակագաղութային քաղաքականություն եւ այլն, պետությունների թիվը տասնյակներով աճեց։ Անկախություն ստացան լիքը փոքր պետություններ։ Դա նոր կանոններ։ Առաջի համաշխարհից հետո ձևավորված կանոններ էդի, որը որ վերջակետին հասավ, հա։ Դա նոր կանոններ, որից անխոս տասնյակներով մարդակեր ռեժիմներ ծնվեցին ազգային պետության անվան տակ։ Բայց այլ ժողովուրդներ էլ հնարավորություն ստացան վերջապես ապրել ազատ ու կայացնել իրենց ազգային պետությունը։ Մինչև այդ կանոնի ընդունումը, երբ որ մետրոպոլիաներն էին ամբողջ աշխարհը կառավարում, այդ ժողովուրդները առհասարակ շանս չունեին ներկայացված լինելու ու իրենց քաղաքականությունը վարելու։ Հիմա այս օրինակից հետ գալով մեր օրինակին, իհարկե մի տոկոսն իջացնելուց լիքը ախմախ մարդ կարա պարլամենտ։ Հա, բայց հիմիկվա այս կանոնով առհասարակ ոնց որ նորմալ մարդ շանս չունի գնա իր գաղափարները նոր ցակող գաղափարները հայտնի ու հայտնվի պարլամենտում զարգացնի այդ գաղափարները։ Կանոնների փոփոխությունն ու բարելավումը իհարկե հիմարներին եւս շանսեր կտա եւ նրանք իրենց հիմարությունը կապացուցեն հաջորդ անգամ շանս չեն ստանա, բայց գոնե նորմալ մարդիկ էլ շանս կստանան։ Բայց Արի Մըրֆիի օրենքն էլ հաշվի առնենք։ Ծանոթ չեմ, որ եթե մի բան կարա։ Ես մենակ Ալեն Սիմոնյանի գրած օրենքներին եմ։ Չէ, Մըրֆիի օրենքը հետեւյալն է, ինքը դից բան ընդհանուր կանոն է, այսպես ասած, եթե ինչ-որ բան կարող է այնպես չգնալ, ինքը հաստատ այնպես չի գնա։ Ու այդ աշխատող կանոնը։ Ես համաձայն եմ։ Ես ոչ թե խոշոր հաշվով հաշվի առնելով ժամանակակից տենդենսները, ոչ միայն քաղաքական, այլ սկսած շուկայի վարումից, վերջացած տարատեսակ թրենդերով, տենդենսներով, փորձը ցույց է տալիս, որ այդ ձեր ասած աղբախ երևույթները ինչ որ ավելի շատ են ու ավելի հեշտ են առաջ գնում ու խեղդում են այն ոչ աղբախ երևույթների, որոնք որ ըստ տրամաբանության պիտի լինեն։ Ու առնվազն ինչ որ խառնաշփոթ չեն ստեղծի, էլի։ Տեսեք, միանշանակ, ելի եմ ասում,
լիքը ախմախ քաղաքական ուժ այդ նոր կանոններով հայտնվելու է պարլամենտում։ Այսինքն ես ոչ թե ասում եմ, դե կա այդպիսի հավանականություն, որ դուք էլ ասեք, եթե կա հավանականություն, ուրեմն հաստատ լինելու է։ Ես ասում եմ, այո, դա հաստատ լինելու է, բայց հաստատ լինելու են նաև նորմալ քաղաքական ուժեր, ովքեր հատելու են այդ նոր անցողիկ շեմը ու կայացման ճանապարհ բռնեն։ Դա եւս լինելու է։ Այդ մրցակցության մեջ երբեք ոչ կենսունակը հաղթելու ճանապարհ չունի։ Հիմա նայեք, այս իրավիճակը, որը գոյություն ունի, 1000 այլ բան կարելի է, չէ՞, փորձել գալ լուրջ ծրագրերով ինչ-որ կուսակցություն սարքել, բան, առերեսվել ենք այս իրողության հետ, որ ստեղ բովանդակության մասին քաղաքականություն չկա, լինելով լուրջ մարդիկ, ովքեր աշխատանք ունեն, ընտանիք, տուն, ձեռնարկել ենք այս process-ը, որը հստակ ցույց է տալի, թե ինչա մեր շուրջ կատարվում, եւ դա հասարակության կողմից ըմբռնում է գտնում այդ սատիրայի մոտեցումը, ըմբռնում է գտնում։ Հիմա այդ նոր ուժերը, որ կգան կբախվեն այդ մյուս էքստրաորդինար դեմքերի վարած քաղաքականությանը, ելի պետքա լուծումներ գտնեն։ Հարցը հետեւյալն է, շանսը լինի, որ այդ մարդիկ միջավայր ունենան այդ լուծումները գտնելու։ Այս մեկ, երկրորդը ոչ պակաս կարևոր է, որ մենք ուզում ենք բոլորին դեմեմ քվեաթերթիկ ավելացնենք։ Դա էլ լծական է համար, որ քաղաքացիներին այդ լիքը մանր ուժերը, որոնք կարող գան չպայմանավորվեն եւ այլն, չզզվացնեն, որովհետեւ եթե զզվացնեն, մարդիկ կգնան բոլորին դեմ կքվեարկեն։ Իդեպ այս առումով կա փորձ Ամերիկայի Նևադա նահանգում կա բոլորին դեմ քվեարկելու տարբերակ, իհարկե նա իրավական պարտադիր հետևանքներ չունի, բայց նույնիսկ այդ քաղաքական գնահատական որպես այդ քվեաթերթիկի արկայությունը, քվեարկության այդ տարբերակի արկայությունը ստիպում է իրանց քաղաքային ընտրություններում տեխնացումներին շատ ավելի բան կոռեկտ, քաղաքավարի փաստերի շուրջ բանավիճեն, պոպուլիզմով քիչ զբաղվեն, կենտրոնանան մարդու տանդեմի բորձուրը դզելու վրա, ոչ թե բան մյուս քաղաքական գործի կնոջ պայուսակը քննադատելու կամ բան ворթու բիզնեսը քննադատելու վրա։ Հեսա։ Բայց sense շատ հետաքրքիր կազուս է կարա առաջանա, օրինակ շատ քաղաքացիներ ու ավելի քան վստահ եմ, որտես կլինի ձեզ կարող է շփոթեն ոչ թե որպես հասկանալ բոլորին դեմ քաղաքական ուժ է, այլտենց կետա որ բոլորին դեմ եմ, ուտես մի հատ հետաքրքիր դեպք ամենասկզբի կարծում 90-ական ընտրությունների գյուղապետի ինչ-որ ընտրություններ, ժամանակ կապ չունի պծիշկա կդներ, թե ինչ կդներ, նշան կար, всё հասնում էր քվեաթերթիկը, որ ասել էր ով ինձ դեմա թող բան, պլյուս դնի, մինուս դնի, ով կողմա թող պլյուս դնի, տենց ամենի 100% դներով անցել, այսինքն մոտապես այդպես կազուս էլ կարա լինի, այդպես չգիտեմ, հետաքրքիր նախադեպ կարա լինի։ Մենք մեր մասով ամեն ինչ անում ենք, որ այդտեղ շփոթություն չլինի։ Մենք ասում ենք, որ կուսակցություն ենք, բոլոր մարդկանց հետ խոսելիս հստակ ասում ենք, որ սա հիմա կուսակցությունն է, որը հետո այդպիսի քվեաթերթիկ պիտի ստեղծի։ Քվեաթերթիկի վրա գրած է կուսակցություն բառը, քարոզարշավը sense թաքուն բան առանց աղմուկ չեն կարել, որ ասենք Ադե մեր մասին ով գիտի, որ մի հատ էլ մարդիկ իմանային կուսակցությունա թե չէ, հստակ մարդիկ գոնե օրու մեջ մեր մասին խոսակցություն են լսում։ Չգիտեմ, մենք մեր մասով ամեն ինչ արել ենք, որ անբարե խիղճ շփոթություն չառաջացնենք։ Հասկանալի է։ Այդ չէ, ուղղակի ոչ թե ինչ-որ մեղադրանք է ասում, այլ ուղղակի որ հաստատ կլինեն դες դեպքեր։ Չեմ կարծում շուտ շատ մեծ թիվ կազմի, բայց ամեն կնես, բայց մյուս կողմից մարդը որ չգիտի, որ մենք կանք ու բոլորին դեմ է, դա ոնց որ հնարավորություն է։ Բայց դե կարևոր հարց կա, մարդը որ չգիտի, որ մենք կանք, ինչ գործ ունի ընտրատեղամասում, որովհետև իր պերսպեկտիվայից ընտրություններին մասնակցում են այն ուժերը, որոնց ինքը չի ուզում ընտրի բոլորին դեմ է, ինքը չի գնում ընտրատեղամաս, եթե եկել է ընտրատեղամաս բոլորին դեմ մարդը, ուրեմն լսել է, որ կա բոլորին դեմ քվեարկելու մեր առաջարկը, եթե լսել է, գիտի արդեն մեր մասին ուրեմն։ Հակառակ դեպքում տուններ նստելու։ Հա։ Սես մի հատ հետաքրքիր հարց։ Ինչի հենց այս ժամանակը ընտրեցիք այդ ամեն ինչ անելու համար։ Բացատրեմ ինչի եմ ես այս հարցը տալիս։ Ժամանակի նախորդ ընտրություններում, թե դրանից առաջ չեմ հիշում արդեն Սերգեյ Դանիելյան, գիշեր քաղաքացիական ակտիվ կար, ինչ որ տեն շարժում սկսած թրոլինգ էր ենթարկում Սուլեյմանյան արմեն, բայց ինքը process-ի մեջ չմտավ։
իրենք process-ի մեջ չմտան։ Իրանք ուզում էին մտնել process-ի մեջ։ Ինքը հայտարարում է, որ ես գնալու եմ կուսակցություն եմ հիմնելու Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, այդ ժամանակ կենտրոնում էր Պետրոսը հարցազրույցի ժամանակ իրենց այդ լոգոյով հայտնի գնացել են, ասում են ես գնալու եմ արդարադատության նախարարություն, կուսակցություն գնացեմ, բայց ամեն դեպքում իրենք process-ի մեջ չմտան։ Ու նույնիսկ այդ ժամանակ, եթե նույնիսկ իրենք process-ի մեջ մտնեին, այդ ժամանակ դեռ երկրի վիճակը այս կարգի օրհասական չէր։ Հիմա ըստ իս ցանկացած ընդդիմադիր ոչ նոմինալ, ոչ սպոյլեր, այլ ռեալ ընդդիմադիր գործի համար մեկ նպատակը ամեն դեպքում գործողությունը պիտի տանեն դրան, որպեսզի ազատվեն այսօրվա ազատվեն ասածը քաղաքական իմաստով, օրենքի սահմաններում այսօրվա իշխանությունից ու այս քաղաքական կուրսից, որովհետև այսօրվա իշխանությունը ասի այդ ունի քաղաքական ուժ հստակիցը բռնել գնում է անում ամեն ինչ, ճանապարհին քանդելով, ավերով թքած ունենալով ինչ հետևանքներ կունենա, ով ինչա մտածում դրա մասին ընդհանրապես, այդ ինչքան է որ ասեն չգնում է ժողովրդավարության բաստիոն, բան ինքն էլ տենց ժամապահի դիրքով որ ես եմ պահապանը, բայց ամեն դեպքում փաստացի բռնապետության մեջ ենք ապրում հիմա։ Քաղաքական ուժը բռնել գնում է ցանկացած ազգային արժեքներ, ինչ որ կառուցվել է այս հարյուրավոր տարիների ընթացքում մեր բոլոր տեքստերը, գոյություն ունեցող արժե համակարգը լավ վատ հարցի մյուս կողմն է։ Այն ինչը որ մեր ինքնության մաս էր կազմում, այդ ամեն ինչը մերժելով անհասկանալի է փոխարենը ինչ առաջարկելով կամ սարքելով, այս մարդը գնում է առաջ։ Ու ըստ իս այսօր ցանկացած ընդդիմադիր ուժի համար մեկ նպատակը պիտի լինի իրան իշխանությունից հեռացնելը ու իր փոխարեն գոնե ոնց որ Ռուբեն Մելիքյանն էր ասում ազատ անկումը կանգնեցնելը ձեր նպատակն է այդ թե չէ ու դուք արդյոք լավ ենթադրենք դուք հավաքեցիք մեծամասնությունը որովհետև այն ինչ որ դուք ասում եք ու անում եք իրականում շատ կայֆ է ու լիքը մարդու հետ դուր է գալիս ու լիքը մարդ գիտեմ որ չի ուզում գնա ընտրությունների բայց որ կոպիտ ասած ձեր խաթերը արդեն ոնց որ ուզում է էլի գնա ընտրությունների Ենթադրենք դուք հավաքեցիք այնքան ձայն, որ կարողանում եք ինչ-որ ռեալ եղանակ փոխողի կարգավիճակով հայտնվել ազգային ժողովում։ Դուք կարողանալու եք այդ ազատ անկումը կանգնեցնել մեկ։ Երկրի առաջ ծառացած մարտահրավերներին վստահ եմ բոլորդ էլ տեղյակ եք դրանց հետ ո՞նց եք վարվելու։ Շնորհակալ եմ, էլի շատ լավ ու կարևոր հարց է։ Ինչի հենց հիմա։ Որովհետև հիմա այդ պահը խաղի մեջ մտցնելու այնպիսի մի գործոն, որը մեզ բոլորիս հայտնի հավասարման մեջ որոշիչ գործոն կդառնար։ Հայտնի հավասարումը հետևյալն է. Նիկոլ Փաշինյան պլյուս վարչական ռեսուրս, պլյուս ներազգային թշնամանք հավասար է 50% ձայն։ Մենք այս process-ի մեջ մտնելուց հստակ կա վիդեոներ, կանք հետ գնանք նայենք, հստակ կանխատեսում ենք արել, որ ընդդիմությունը իր ամբողջ հավաքականության մեջ չի ստանալու իշխանափոխության համար բավարար քանակի ձայներ, բոլորիս հայտնի մասնակցության չափի դեպքում, այսինքն 1.281.000 ես իմ ինչքան ձայնի դեպքում, չի ստանալու ընդդիմությունը իշխանափոխության համար անհրաժեշտ քանակի ձայն։ Հետո դու կոնկրետ ուժը նկատի ունես, թե ասեք նրանք հավաքական են, որովհետև փորձը ցույց տվեց, էլի եմ կրկնում, Երևանի հավաքականու ընտրությունները, որ Ղարաստանը Երևանի հավաքականու ընտրությունները լրիվ ուրիշ կինո է։ Նախ Երևանի հավաքականու ընտրությունն ինքը պայ ամենավոչ խարիզմատիկ գործիչներից մեկն է իրան ցուցակ գլխավորում։ Ինչը Նիկոլ Փաշինյանի մասին չես ասի։ Երկրորդ մարդիկ թաղի հարցերով այլ որակի մարդկանց են ընտրում, հանրապետական հարցերով լրիվ այլ որակի մարդկանց են ընտրում։ Երրորդ ընտրությունը ոչ վաղ ընտրությանը մասնակցում էր նաև ոչ վաղ անցյալում կառավարման լծակներ ունեցած ու որոշ մարդկանց համար դեռ հիշվող լավ բաներ արած, որոշ մարդկանց համար իրանց անձամբ լավություն արած տեխնացու, որը կարար փոփոխության լրացուցիչ էներգիա ունենար։ Լրիվ տարբեր ընտրությունների մասին ենք մենք խոսում հանրապետական ու տեղականը։ Բայց ի վերջո այստեղ նույնիսկ վեճի առարկա չկա, ասենք 6 ամիս առաջ ես որ դա ասում էի, այն ժամանակ կարայինք ասենք դե դու ինչ գիտես եւ այլն, փաստ է արդեն հիմա սոցիոլոգիական 4 օրից է պատմական փաստ կլինի դառած, որ
ընդդիմության այդ հատվածը, որը կոնկրետ 5 տարով իշխանություն վերցնելու Նիկոլ Փաշինյանին փոխելու եւ այլի օրակարգով գալի, իրանցով չեն ստանալու այդքան ձայն, որ մենակով իշխանապողություն անեն։ Դա փաստ է։ Դաշինք կազմելու դեպքում էլ չեն կարող։ Չէ։ Չեն կազմի, թե չեն կարող։ Չեն կարող, չեն ստանալու այդքան ձայն։ Այսինքն դու մտածում ես, որ Փաշինյանը 50+ ստանալու է ամեն դեպքում։ Այստեղ հարց կա։ Եվ այն ժամանակ, որ մենք այդ գնահատական ունեինք, մենք ասում էինք, պետքա անել մի բան, որը կբարձրացնի մասնակցությունը, կիչեցնի Նիկոլ Փաշինյանի մոբիլ էլեկտորատի տոկոսը եւ կդառնա խաղափոխող գործոն։ Այդտեղ մենք ուզեցանք անել, որոշեցինք ու սկսեցինք անել բոլորին դեմը սարքել քաղաքական ուժ այն մարդկանց համար, ովքեր ուզում են փոփոխություն, չեն սիրում ոչ մեկին գոյություն ունեցողներից, չեն ուզում իրենց լռությունը փաստացի արդյունքի վերածվի երկու ճամբարներից որևէ մեկի համար, գան քվեարկեն փոփոխության համար, բայց այդ փոփոխությունը չլինի ոչ Նիկոլ Փաշինյանի համար ձեռնտու եւ երանելի տարբերակ, ոչ ընդդիմության համար երանելի եւ ձեռնտու տարբերակ։ Մենք էս ենք ուզում։ Մեր համար Նիկոլ Փաշինյանի իշխանությունից զրկելը ոչ միայն արժեքային, գաղափարական, քաղաքական առումով կարևոր ու օրասական բան է։ Բացի դրանից, այն ինչ մենք ասում ենք, անհնար է անել առանց Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելու։ Չկա այդպես տարբերակ, որում մենք համ մեր ուզածը կանենք, համ Նիկոլ Փաշինյանը կարա իշխանության մնա։ Գոյություն չունի այդ տարբերակը։ Դրա համար մենք պետքա դա անենք, մենք պետքա բարձրացնենք մասնակցությունը, քվեարկենք բոլորին դեմ, ստեղծենք վիճակ, որ թեև ընդդիմությունը իր այդ կազմով չունի իշխանապողության համար բավարարքանակի քվե, բայց Նիկոլ Փաշինյանը չի ստացել 50%-ից ավել, հետեւաբար այդ թվում մեր արած գործի շնորհիվ հնարավոր է դառել իշխանապողություն եւ մենք կանենք այդ ժամանակ իշխանապողություն։ Մարտահրավերների մասով մենք պատրաստվում ենք կառավարել ընդամենը 100 օր վարչապետի ընտրությունից հետո ընդամենը 100 օր ենք կառավարելու։ Այդ 100 օրվա ընթացքում շատ բան կարող լինի այդ 100 օրվա։ Այդ 100 օրվա ընթացքում մենք պահելու ենք պետական կառավարման իներցիան, ոչ մի ճակատագրական փոփոխություն չենք անելու, մեր քաղաքական համակարգը փոխելու օրակարգից դուրս, չենք ստորագրելու ԵՄ մտնել ԵԱՏՄ-ից դուրս գալ, չենք ստորագրելու TRIP եւ cancel չենք անելու TRIP-ը, չենք ստորագրելու խաղաղության պայմանագիր եւ չենք չեղարկելու նախաստորագրված խաղաղության պայմանագիրը, հանդարտ այդ կուրսով երկիրը տանելու ենք 100 օր, կազմակերպելու ենք արտահերթ ընտրություններ նոր խաղի կանոններով, այդ ընտրություններին մասնակցելու են բոլոր ցանկացողները, այդ թվում մերոնցից նրանք, ովքեր գործադիրում պաշտոններ չեն ունենա, այդ ընտրությունների արդյունքներով ձևավորվելու է նոր քաղաքական ընտրանի, այդ քաղաքական ընտրանուց նրանք, ովքեր կստանան ժողովրդի մեծամասնությունը, կորոշեն պատերազմի ենք գնում թե խաղաղության, TRIP ենք գնում թե BRICS ենք գնում, ԵՄ ենք գնում թե ԵԱՏՄ ենք գնում։ Ենթադրենք Փաշինյանը անցավ նորից։ Այդ ձեր ստեղծած լոգիկայով։ Okay, դուք դրա հետ։ Դուք հավատում եք, որ առանց վարչական ռեսուրսի Նիկոլ Փաշինյանը արդար կազմակերպած ընտրություններում կվերընտրվի։ Անկեղծ չգիտեմ։ Ես համոզված եմ, որ չի կարող այդպես բան լինի։ Ես համոզված եմ։ Եթե ժողովուրդը իր ուժը տեսավ, եթե ժողովուրդը տեսավ, որ այդ թույնի անվերջ թույն արտադրող գեղձը հնարավոր է կտրել եւ ոչինչ սարսափելի տեղի չի ունենում այս երկրի հետ։ Իր ուժը զգաց ու զգաց, որ Նիկոլ Փաշինյանին հանել դա չի նշանակում ինչ որ բոբոձյաձյա բերել իր տեղը։ Այս ժողովուրդը կյանքում այդ վախին չի տրվելու, իսկ Նիկոլ Փաշինյանը բացի սարսափից ուրիշ ոչ մի քաղաքական պրոդուկտ չունի։ Լավ, այսպեսի մի հարց տամ։ Դուք անցաք պարլամենտ եւս մեկ այլ ընդդիմադիր ուժի հետ, կապ չունի որի։ Եթե խոսքը չի գնում այն թեկնածուների մասին, այն ընդդիմադիր ուժերի մասին, որոնք օրենքից սպայից սկսած էլ ասում են, որ մենք պատրաստ ենք համագործակցել իշխանության հետ։ Խոսքը ռեալ ընդդիմության մասին է։ Ով որ գալիս է բանի մասին, ինչ անուն Փաշինյանին հեռացնելու օրակարգով։ Դուք եւս մեկ այդպիսի ընդդիմադիր ուժ անցաք պարլամենտ։ Իրանք հավաքել են էլի ձեզնից շատ ձայն, բայց ձեր իրանց հետ դաշին կազմելու դեպքում
հնարավոր կլինի մեծամասնություն կազմել ու ձեր տեխնացուին առաջարկել արդեն վարչապետի տեխնացու, բայց մյուս ընդդիմադիր ուժը ձեր քաղաքական կուրսին առանձնապես կողմ չի։ Ինչ եք անելու այդ ժամանակ, դուք կկազմեք դաշինք, կոպիտ ասած այդ օրհասական խնդրի, հանուն այդ օրհասական խնդրի կգնաք համագործակցության, հետո չգիտեմ ինչ-որ ուրիշ պայմանավորվածություն ձեռնել, թե չէ։ Նայեք, ինչին կողմ չի, շեմը իջացնելուն, բոլորին դեմ քվեաթերթ ժամանակավոր կառավարություն կազմելու։ 100-օրյա կառավարություն կազմելուն կողմ չի։ Ինչ է ուզում է 5 տարով բոլորին դեմ մարդկանց ձայները տանք իրան գնա իր մանկական երազանքներն իրականացնի։ Ես չգիտեմ ինչ է ուզում, ես դուք պարզ տենում եք, չէ, որ այն փոփոխությունները, որ մենք ուզում ենք անենք, չկա շեմ, որ կարակ համաձայնության գաք, օրինակ։ Կա, իհարկե կա։ Ինչ-որ որոշ հատվածը ձեր ասածների չլինի, էսի զիջեք, էս չէ, ասեք չգիտեմ, ինչ-որ բանի էլ իրան գնան։ Համաձայնության։ Օրինակ ինչը կզիջեք ձեր քաղաքական կուրսի։ Մեր օրակարգից չանելու տարբերակ չկա։ Մենք մեր օրակարգը պետք է անենք։ Չկա տես տարբերակ, որում մենք մեր օրակարգը չենք անի։ Մենք մեր օրակարգը պետք է անենք։ 100 օր հետոյվա ընտրություններին այդ մարդը շանս ունի Նիկոլ Փաշինյանին հաղթող դևի գլուխը կտրողի ասես թիկնոցը ուսերին գնա եթե 31 աստացեք 41% ստանա։ Ի՞նչն է խնդիրը։ Ես այդտեղ խնդիր չեմ տենում։ Մենք միանշանակ այդ ռասկլադը եթե եղավ, մենք միանշանակ իրականացնելու ենք իշխանապողություն։ Ով հիմա ոնց ուզում է խոսա որ բան չէ, մենք մեծ ենք, մեզ պետք է միանամ, բացառում ենք եւ այլն եւ այլն։ Մեծ մասին չի խոսքը։ Ով ինչ ուզում է խոսա, մեր օրակարգը այնքան ռացիոնալ օրակարգ է։ Եվ այն պատճառով, որ շատ չափավոր բաներ ենք ուզում փոխենք, եւ այն պատճառով, որ չենք կոնֆիգուրացիան դրա այդ 100-օրյա կառավարության պահը երաշխավորում է, որ մենք չենք հասցնի կոնսոլիդացնենք իշխանությունը այնպես, որ իրանց դուրս մղենք քաղաքական կյանքից, որ նորից ընտրություններ լինելու, որտեղ իրանք հաղթողի տիտղոսով են գնալու, Նիկոլ Փաշինյանին կրած մարդու դեմքով են գնալու, այս պայմաններում շատ ռացիոնալ է դրա շուրջ համաձայնության գալը ու անկախ նրանից հիմա նախընտրական փուլում ինչ են խոսում այդ ընտրականում իրանք համաձայնվելու են դրան, որովհետև ես չեն համաձայնվելու, թող կանգնեն ժողովրդի առաջ, հստակ քաղաքական պատասխանատվություն վերցնեն, ասեն սա միակողմանի չի լինում, չհամաձայնվողներից մեկն է, եւ դուք եք ելնում։ Նայեք, մենք համաձայնվում ենք իշխանապողությանը, բայց մենք ասում ենք, մենք չենք կարող բոլորին դեմ մարդկանց ձայները, բոլորից մեկին տանք իշխանություն կազմելու համար։ Եկեք սա անենք 100 օրից բոլոր քաղաքացիների ձայնը նորից լսենք։ Եթե դու համաձայն չես սրան եղբայր, դու ունես տարբերակ։ Գնա երկրորդ փուլ, շրջվի բոլորին դեմ քաղաքացիներին անձամբ, ոչ իմ միջնորդությամբ, ասա ժողովուրդ ես sense որոշում եմ կայացրել, ես կարծում եմ որ դուք թեև բոլորին դեմ եք, բայց ինձ մի քիչ ավելի քիչ եք դեմ, ինչը չէի ասի ձեր օրինակ ընտրած քաղաքական ուժի մասին, ես կարծում եմ, որ դուք հիմա պետքա գաք այս երկընտրանքի մեջ ինձ ընտրեք, վերցրու այդ ռիսկը, գնա արա, եթե չէ, հաշվի նստի այդ մարդկանց կարծիքի հետ, որ իրանք բոլորին դեմ են, իրանք պատրաստ են իշխանապողության եւ իրանք ընդամենը 100 օր հետո պատրաստ են նորից լսել ամբողջ ժողովրդի կարծիքը, որում դու ավելի շահեկան դիրքերում ես լինելու։ Նորմալ գործարք է դա։ Դե, ասած ամեն ինչ շատ իդեալական բաբլի մեջ ենք խոսում, բայց հաշվի չենք առնում մի քանի այլ փաստ, օրինակ արտաքին դիտորդական ուժերի կամ ընդհանրապես արտաքին քաղաքական խոշոր խաղացողների լոյալությունը Փաշինյանի նկատմամբ, ինչը էլ իր դերը կարող խաղա։ Ու երկրորդ, ոչ մեկ չի քարտեզից վերացրել Ադրբեջանին։ Այսինքն այդ հավանության մեջ կարա պատերազմել սկսի։ Իսկ դա արդեն մենք շահեկան դիրքերում չենք, նախ ժամանակավոր կառավարության դեպքում էլ չասեմ մինչև էս Նիկոլ Փաշինյանի արածն ու չարածը, թե բանակի հարցում, թե պաշտպանական բնագծերի հարցում, թե նահանջելու խորություն թողել չթողելու հարցում ընդհանրապես էլի։ Նայեք, ես ուզում եմ տենամ մյուս իշխանապողություն ուզող մյուս քաղաքական ուժերի գառանտիայի տալոնները, որ մեկը գրել, պեչատել, ստորագրել է։ Ոչ մեկ չունի։
Եթե ոչ մեկ չի կարող Հետևաբար 100 օրը այդտեղ կապ չունի։ Սա քաղաքացիներ, սա ուժերից մեկ մի հոգի է գարանտիա տվել Նիկոլ Փաշինյանը, եթե ես չանցնեմ պատերազմը սկսելու, ոչ մեկ չի կարող գարանտիա տա ուղղակի էլի։ Ուրեմն արի 100 օրվա պահ հանենք, որովհետև քանի տարով էլ ընտրվի այդ իշխանությունը, ինքը ունենալու է առաջին 100 օր, որում Ադրբեջանի համար ինքը նույնքան չէ Նիկոլ Փաշինյանն ալնելու, ինչքան մենք։ Բոլորս այդ 100 օրը ունենալու ենք։ Այս ընդունենք որպես ընդհանուր բոլորի համար հավասար պայման։ Մենք այդ առումով առանձնահատուկ չենք։ Իսկ ինչով ենք մենք առանձնահատուկ։ Մենք առանձնահատուկ ենք նրանով, որ նախ չենք պատրաստվում որևէ վճռորոշ որոշում կայացնել, այդ թվում Ադրբեջանի համար կարևոր հարցերում իր շահերին դեմ կամ իր շահերին կողմ։ Եվ երկրորդ, իմիջայլոց այդտեղ ինքը դեռ կարա հույս ունենա, որ ինչ-որ ձև կկայանա վերարտադրի Նիկոլ Փաշինյանին։ Հարցակվելու դեպքում այդ հույսը իսպար կտրվում է։ Երկրորդ, մենք չենք ունենալու պարլամենտական այն անզուսպ մեծամասնությունը, ասենք գնացինք, պայմանավորվեցինք Իլհամ Ալիևի հետ, սաղ ձեռ-ձեռի տվեցինք, ռատիֆիկացնել պետք է այդ փաստաթուղթը։ Մարդը առանց ռատիֆիկացնելու սկսան տարի է, 8 տարի է։ Նայեք, պայմանագրերակնքում բան։ Անհնար է պայմանագիր կնքել, լինելով պարլամենտի ամենափոքր խմբակցության ձևավորած կառավարություն։ Չի լինում այդպես բան։ Եվ վստահաբար բոլոր միջազգային պարտներները այնքան ռացիոնալ են, որ դա հասկանա, որ մենք չունենք այդ հնարանը։ Դա ընդհանրապես նշանակելու է պահանջել հրաժարական։ Երբ որ գալիս ես ամենափոքր խմբակցության կառավարության ասում ես բերես բանը սենց ճակատագրական որոշումը դու կայացրու առանց պարլամենտական հնարանի, այդ ըստ էության ասում ես հրաժարական տուր գնա։ Ես չեմ կարծում, որ դրա մոտիվացիան կա։ Պլյուս, որ ես կարծում եմ, որ այդ նոր կազմակերպվող ընտրություններին ընդառաջ միջազգային պարտներները չեն ուզենա սրեն իրավիճակն այնպես, որ հայ ժողովուրդը կտրուկ իրանց ցանկություններին հակառակ որոշում կայացնի եւ մենք կկանանք իրանց տեղ հասցնենք հայ ժողովրդի այդ դրամադրվածությունը։ Հասկացա։ Ընտրություններ գնալ չգնալու մասով իրականում բոլոր հյուրերը միշտ խոսում են դրանից, կուզեի քո կարծիքն էլ լսել։ Ընտրությունների գնալ, չգնալ։ Նա բարձր քաղաքը որպես քաղաքական ուժ ասել ես գնալ, բայց բացատրենք կարևորությունը ընտրությունների գնալու։ Ավելի հասկանալի լեզվով զերծ ամեն տեսակ տերմիններից, ամեն տեսակ բարդ ու քաղաքական հայտարարություններից, ինչքան էլ որ գիտակցում ենք, որ դու այսպես քաղաքական ուժ ես ներկայացնում։ Մենք մեր մասով փորձել ենք նենց անենք, որ ընտրության չգնալու մի հերթական պատճառ արանքից դուրս գա։ Այսինքն որ այնտեղ չգիտեմ, ես բոլորին դեմ եմ, դրա համար չեմ գնում ընտրության։ Բոլորին դեմ ես, արի բոլորին դեմ քվեարկի։ Մենք քո քվեով չենք դառնալու մեր երազած տղերքը падգամավորներ բան։ Կոնկրետ օրակարգը 100 օրում կամ անում ենք կամ գնում ենք, երկուսն էլ 100 օրում ելնելու է։ 100 օր հետո ոնց որ չենք ելնելու մենք քո քվեի հաշվին ինչ որ բաներ անող չինովնիկներ։ Այդ մի փաստարկներ ենք հանել։ Փաստարկների շարքից։ Ես կարծում եմ, որ պետք է գնալ ընտրությունների։ Քանի դեռ ընտրությունները քանի դեռ քվեատուփի պարունակությունը չի փոխվում, ընտրությունների գնալ պետք է։ Քաղաքական ուժի տեսանկյունից դա հարց է, օրինակ կարող է ասես, չէ, իմ քաղաքական ուժը ճիշտ կլինի ընտրության չգնա։ Բայց քաղաքացու տեսանկյունից կարծում եմ, քանի դեռ քվեատուփի պարունակությունը չի նենգափոխվում, ընտրության գնալ պետք է։ Պետք է մի քանի պատճառով։ Նախ որոշելու կամքը ինքը պարապացնովի բան է։ Երբ որ դու թարգում ես այդ պարապմունքին գնալ, քո որոշելու կամքը բարակում է։ Մկանային զանգված կորցնում ես որոշելու։ Երկրորդ քո չգնալը
դառնում է բերանից ամոն տարբեր մեկնաբանությունների համար, մեկ ասում է չեկավ, որովհետև ինքը բան օքեյ գործող իշխանության վերարտադրության հետ, մյուսը ասում է չեկավ, որովհետև դուք վատ քաղաքական ուժ եք, չեկավ ձեզ ընտրի, հազար ձև ինտերպրետացնում են, գնացեք, ասեք դուք ինչ եք մտածում։ Ասեք, թող հստակ իմանա, որ չի կարելի ձեր բառերը խմբագրել, ուրիշ բառերով ձեր կարծիքը ասել։ Առավել ևս ձեր կարծիքը նենք ափոխել։ Եվ երրորդ պատճառը, որ կարծում եմ պետք է գնալ ընտրության, իշխանությունն ու ընդդիմությունը քաղաքական ուժերը միշտ պիտի ապրեն քաղաքացուց վախենալով։ Չգնալ ընտրությունների նշանակում է ցույց տալ մարդկանց, որ մեզնից վախենալու բան չկա, մենք հույսներ կտրել, մահակը վայր ենք դրել, ապրեք ձեր մոտ ստացվել է մեզ զզվացնել, որ մենք ասենք թքած ունեմ ամեն ինչի վրա։ Իսկ վախը միակ գործոնն է, որ կենթանիներին ստիպում է ինչ-որ քայլերի գնալ ինքնապահպանման բնազդից ելնելով։ Դրա համար պետք է գնալ ընտրության, որը վախը միշտ գոյություն ունենա։ Հեսա փորձեցի մաքսիմալ կենցաղային։ Ու ինչ եք անելու ընտրություններից հետո։ Անկախ արդյունքից։ Քնելուց բացի, եթե ժամանակ ունենեք։ Մի քանի օր կքնեմ, կարծում եմ։ Հուսամ։ Մի քանի օր կքնեմ։ Դե Ասա ուզում եմ քնել ընտրություններից հետո։ Որովհետև շոուները ձերի չի, այդ շոուների վրա մարդկային էներգիա բան, ջանք է գնում, ստեղծագործ միտք, առավոտը զարթնում ես բանվոր ես, ինչ որ 500 կիլոանոց ժողովրդի զահլա գրած բետոն ես քաշ տալի, երիգունը նստած իսկ ինչպես կարելի է այս բանավեճում այս թեզը հղկել, բանվորականից մինչև փիլիսոփայական տարբեր գործերի մեջ ես ու տենց օրը 18-ից մինչև 22 ժամ։ Դրա համար բոլորն ուզում են քնեն, որ իրոք աշխատում է շտաբերում։ Անկախ արդյունքներիցով չի լինի, արդյունքներից շատ կախված է։ Մի բան է, երբ որ արձանագրվի, որ պարլամենտ անցած ուժերի այնպիսի համակցություն կա, որում իշխանափոխությունը հնարավոր է։ Մի բան է այն դեպքը, երբ որ որևէ մեկը 50+ է ստացել։ Առնվազն բոլորին դեմեմի տեսանկյունից դա լրիվ ուրիշ кейս է, ոնց որ ինչ որ մեկը հաղթել է այդ նոր իրողություն է, որի դեպքում քիչ հավանական է, որ մենք մեր ծրագիրը կարող կյանքի կոչենք։ Երրորդ кейսը, օրինակ մյուս քաղաքական ուժերի դեպքում չգիտեմ իրանք ոնց են նայում, դա այնա որ հենց դու ես հաղթել։ Արդյունքից իսկապես կախված է ինչ ենք անելու ընտրություններից հետո։ Մի բան է, որ անկախ արդյունքից է, ոչ միտեղ չենք կորելու։ Ես դա չեմ կարա ասեմ։ Ոնց որ եղավ քոյի դեպքում օրինակ։ Արի փաստենք։ Տես խոշոր հաշվով ըտեղել մենք ոչ միտեղ չենք կորել։ Անհատապես, հա։ Այո։ Եվ հիմա էլ ես հենց այդ էի ուզում ասեի, ես կուսակցության ֆորմատի մասով հիմա չեմ կարա ասեմ որևէ երաշխավորված բան, ինչու, որովհետև այդ կուսակցության հիմնադիր փաստաթղթի մեջ գրած է, որ արդյունքի հասնելու դեպքում մենք լուծարելու ենք այս կուսակցությունը։ Գրած է բան, բոլորին դեմ եմ, ինքնալուծարվող կուսակցություն։ Որ հասանք արդյունքի մեր օրակարգ կյանքի կոչեցինք, այդ կուսակցությունը լուծարելու ենք։ Որովհետև համ էլ լինելու է բոլորին դեմ եմ օրիգինալ քվեաթերթիկ, չենք կարող համ մենք լինենք, համ այդ քվեաթերթիկը։ Բայց մարդիկ, ովքեր այս process-ով մտել են քաղաքականության մեջ կամ այս process-ով շարունակում են իրենց քաղաքական ուղին, ոչ միտեղ չեն կորելու։ Այդ մարդիկ շարունակելու են զբաղվել քաղաքականությամբ։ Ինչքան նապորով կկանան զբաղվեն քաղաքականությամբ, դա եւս արդյունքից է կախված, որովհետեւ ինչքան ուզում ես դու կամային լնես, հետ գնալով քոյի օրինակին, էլի, երբ որ արձանագրում ես, որ քո տեխնազուների ոչ բոլորի բարեկամներն ա, որ ձեզ քվեարկել են, դժվար է դրանից հետո ոնց որ քո քաղաքական գոյության իմաստը գտնել։ Եթե դու նույնիսկ քո շարքերում ներգրաված մարդկանց ընտանիքի անդամներին կարող է պետք չես։
այդ ասելիքով, այդ ֆորմատով։ Որն է քո ստեղծած հավելյալ արժեք քաղաքականության համար։ Ինչքան ուզում եմ մարդը կամային լինի, բարոյական մարդու մոտ այդ հարցը ծագում է, ու դրանից էլ ջարդվում են քաղաքական ուժերը տենց ջախջախի շպարտություն կրելու դեպքում։ Անհատները կամք են գտնում վերհառնելու ինչ-որ նոր բաներ անելու։ Ես մի բան գիտեմ, որ ես Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախճանը տենալու եմ։ Ու ես քան տարեկան ես հետել ասա։ Չայել եմ շատ, 30 տարեկան եմ, ու դա չեմ կարծում, թե թվանշան կփոխվի իմ տարիքի մեջ, մինչև ես դա տենամ։ Ու ես դա տենալու եմ ոչ թե տելևիզորով, ես դրա տեղի ունենալու մեջ դերակատարում եմ ունենալու։ Ասում եմ բան, սամուրայը չունի վերջնակետ, ունի ճանապարհ։ Էդա ինչ որ կետում բոլորիս մեջի կենսական էներգիան էլ բրծնելու է։ Կարևորը այդ ճանապարհն անցնելն է։ Ու ծառայեցնել այդ ճանապարհը մեր միակ իրական տիրոջը Հայաստանի Հանրապետությանը։ Շատ շնորհակալ Միքայել, այսօր այսքանը, ավարտվեց Cast-of podcast-ի եւս մեկ թողարկում, չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմել լայք, կիսվել ձեր ընկերների հետ ու նաեւ մեկնաբանություններում գրել թե ձեր կարծիքը, թե այն մարդկանց անունները, ում կցանկանայիք տեսնել այստեղ հյուրի տեսքով, կհանդիպենք։